Մեր սրբազան պայքարի շրջանակներում սրբազան հայրներ, Բագրատ Սրբազանն էր ասել, որ միլիոնավոր դոլարներ ուղղվում են ապատեղեկատվություն տարածելու այդ ֆեյքերի պոակների վրա, այդ ամբողջ այդ տեղեկատվական հոսք ուղղելու, զրպարտելու, կեղծելու, սուտ բաներ խոսելու վրա, այդ ամեն ինչ, բայց պատասխանատվություն չկա, զրո պատասխանատվություն։ Հիմա կներեք այն մարդիկ, որոնք որ ամենակեղտոտ բառապաշարով հանդես էին գալիս, ներազգային պառակտում մտցնելով, արցախցիների նկատմամբ այդ արշավ անելով եւ այլ, հիմա այդ մարդիկ գիտեք որտեղ են, ամեն Կիրակի, եթե ուզում եք այդ մարդկանց տենաք, գնացեք Նիկոլ Փաշինյանի պատարակներին։ Այդ մարդիկ այդ մեղքերին ավելի մեղք են, իրանք մեղք չեն կարող քավեն։ Իրանք անգամ եկեղեցու տարածքում խոսում եւ գործում են այնպես, կարծես ոչ մի բան չի, ասինքն նույն ձևով են, այդ մարդիկ մեղա չեն գալիս, այդ մարդիկ չեն ապաշխարում, այդ մարդիկ խնդիր չունեն, ավելի վատ Աստծո տանը նման կեղտոտ բառապաշարով նորից էլի հանդես են գալիս։ Այդ մարդկանցից որևիցե մեկը գոնե մեկ լումա տուգանվել է, բայց Արմեն Գրիգորյանը լուսահոգի դատական նիստերի դահլիճում այդ մարդին սպանեցին բառից բունի։